դեսպաններ, հարգարժան խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, բարով եք եկել Սյունիքի մարզ, բարով եք եկել Գորիս քաղաք։ Տիկնայք և պարոններ, սրտանց ողջունում եմ բարձրաստիճան ներկայացուցչական կազմով Հայաստանի ժամանակ մեր ֆրանսիացի գործընկերներին, պատվիրակություններին, որոնցում ընդգրկված են ինչպես կառավարության ներկայացուցիչներ, ազգային և տեղական ընտրովի մարմինների ղեկավարներ, այնպես էլ հասարակական գործիչներ։ Հայաստանը բարձր է գնահատում ձեր արժեքավոր ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը, որը մեր միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտներից է, ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա է։ Այսօր Գորիսում կազմակերպվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը դրա լավագույն վկայությունն է։ Ուշագրավ է, որ դեռևս մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջև արդեն Փարիզի շրջանի Բանյո քաղաքը քույր քաղաք է եղել Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ, իսկ հիմա մեր համագործակցության արդյունքում 5 տասնյակից ավել այդպիսի քաղաքներ, քաղաքային միավորումներ և համայնքներ կան։ Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունը այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների բարեկամությունը, որի ողջ խորությունը վերջին տարիներին ավելի է ընդգծվել։ Կանոնավոր և բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ ձևավորվել է ինչպես քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթամշակութային, առողջապահական, ֆրանկոֆոնիայի և այլ բնագավառներում։ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական և այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ։ Տիկնայք և պարոններ, Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը մասնավորապես Սյունիքի մարզում ռազմավարական կարևորություն ունի և հավաստիացնում եմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայել այն պատշաճ մակարդակով կազմակերպելու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը աջակցելու համար։ Հարգելի ներկաներ, կոչ եմ անում տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն ներգրավել այս օրերի բովանդակային քննարկումներին, որոնք թույլ կտան նոր ծրագրեր նախանշել և ընդլայնել գործընկերության առկա շրջանակը Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու համար։ Եվս մեկ անգամ բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Սյունիք և բարով եք եկել Գորիս։ Լավ արդյունավետ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս։ Շնորհակալություն։